Փիրուզյան թաղամասի 3-րդ շենքի հարակից հատվածում չգործող կաթսայատուն կա, որը տարիների ընթացքում փոխակերպվել է աղբավայրի։ Առանձնատներում բնակվողներն առանց չարչարվելու աղբը միանգամից պատշգամբից նետում են կաթսայատան տարածք։ Մինչդեռ այդ շինությունից փոքր-ինչ հեռու աղբարկղ կա տեղադրված, բնակիչներից ոմանք մտահոգված են, աղբը համաճարակի աղբյուր է, բացի այդ տաք եղանակին կաթսայատան մոտով անցնել չի լինում ճանճերի ու առնետների պատճառով։ Մաքրություն չի պաշտպանվում, չկա այս կաթսայատան խնդիրն է, որ ցանկալի կլիներ քանդվեր։ Քանթե մնում է իսկական հիվանդություններ առաջացնող միջոց է սա։ Դե բնականաբար երևի շպրտում են։ Եթե մի մասն դեղա տանում, եթե ստեղ էլ աղբը հավաքվի, բնականաբար պարզա, որ բերումը ստեղ են թափում կարճ։ Ժամանակին Փիրուզյան թաղամասի բնակիչները կենցաղային աղբը հեղեղատար են լցնելիս եղել, այժմ հեղեղատարը պատված է մացառներով։ Գարնան անձրևաջրերը հոսում են ճանապարհով, բնակիչների խնդիրը սակայն միայն աղբը չէ։ Թաղամասի հենց նույն հատվածով կոյուղաջրեր են հոսում, ինչի պատճառով շրջակայքում գարշահոտություն է տարածվում։ Հիմնականում օգտվում ենք այս ճանապարհից, երեխաները դպրոց են հաճախում, մենք աշխատանքի, այս կոյուղին ամբողջը մեր տուն է գալի։ Ու ոչ մեկ չի արձագանքում, հարևաններին դիմում ենք, ասում են մերը չի։ Խնդրում են պատկան մարմինները գան, մի հատ պարզեն ումն է ու այս հարցը լուծում ստանա։ Շատ է խանգարում, շատ։ Ոտքի հետ մեր տներն է փոխանցում այս հոտը։ Դիզենտերիայի միջոց է, իսկական մոծակների միջոցով փոխանցվող միջոց է։ Կաթսայատան կիսաքանդ շինության ծխատար խողովակն էլ է վտանգավոր շրջակայքով անցնողների համար։ Խողովակը կանգուն է միայն մեկ լարի հաշվին, բնակիչներն ասում են, որ քամիների ժամանակ այն շարժվում է։ Խողովակի հենց կողքին էլեկտրասյուն կա, ներքևի հատվածով էլ գազատարն է անցնում, եւ խողովակն ընկնելու հետևանքները շատ լուրջ կարող են լինել։ Իրենց խնդիրների մասին այստեղ ապրողները բազմիցս դիմել են պատկան մարմիններին։ Դիմել եմ քաղաքապետարանին անձամբ։ Մի 2-3 անգամ քաղաքապետան հանգստացավ մի բան կանենք, բայց ոչ մի բան հլա սայլը տեղից չի շարժում, կոնկրետ կարճ ասած։ Երբ եք դիմել։ Անցյալ տարի 2-3 անգամ մտել քաղաքապետարան, դրել եմ այդ հարցը։ Կոյուղու խնդրով դիմեցինք այդ ջրմուղ կոյուղու Ալավերդի տեղամասի շահագործման բաժնի պետ Սամվել Սոխակյանին։ Վերջինս մեծ հեռախոսազրույցում ասաց, որ Փիրուզյան թաղամասի 7-րդ եւ 8-րդ շենքերի կոյուղին վթարված է, ինչի պատճառով խնդիր է առաջացել նաեւ թաղամասի ներքևի հատվածում։ Մեկ շաբաթվա ընթացքում այդ խնդիրը կլուծվի, ասաց Սամվել Սոխակյանը։ Կաթսայատան աղբի եւ վթարված խողովակի համար էլ դիմեցինք Ալավերդու քաղաքապետարան։ Խնդրին քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը տեղյակ էր, ասաց, քանի որ քաղաքապետարանը համապատասխան տեխնիկա չունի, նշված խողովակը հանելու համար դիմել են ACP ընկերությանը, որպեսզի նրանք իրենց միջոցներով հանեն այն։ Ինչ վերաբերում է կաթսայատան շրջակայքի ու ներսի աղբին, քաղաքապետի խոսքով այն իհարկե կմաքրվի, սակայն երբ ինքը չգիտի։ Տաթևիկ Ճուղուրյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։